Հարկ ամենակարող Տիրոջը, Աստծո սիրելի ժողովուրդ, թող մեր Տիրոջ անունը փառավորվի, որովհետև արժանի է մեր Տերը ամեն փառքի, պատվի ու գոհության։ Եվ ես այսօր մեծ շատ կարոտալի բարևներ եմ բերել Ամերիկայի Սակրամենտո քաղաքի մեր բոլոր ժողովրդից։ Տերը թող օրհնի ձեզի, բոլորը սրտանց բարևում էին, ուրախ էին եւ ասում էին շատ կարոտել ենք մանավանդ այստեղից եկող շատ ժողովուրդներ որ կային։ Փառք Հիսուսին, Աստված թող օրհնի սիրելի Աստծո ժողովուրդ։ Տերը ներկա է այստեղ, իրավ չներ, բոլորս զգում ենք իր ներկայությունը։ Փառք իրան, գիտես ինչքան կարևոր է ներկայությունը Տիրոջ։ Մովսեսը ինչ ասեց, գրված է Ելից 33:15-ում, Տեր ասում է, եթե դու իմ արջևից ես մեր արջևից չգնաս, իզուրը մեր ստեղից մեզի մի հանի։ Ինքը հասկացել էր ով է Տերը, եթե Տերը չներ ոչ մի բան չէր լինի։ Այդ բոլոր գործող ընթացքը որ արեց Տերն էր, որ արեց սիրելի Աստծո ժողովուրդ, իր ներկայությունն էր, իր խաղաղությունն էր, Հարկ իր Սուրբ անվանը, որ այսօր այդ Տերը մեր մեջ էր ներկա է, իր խոսքի համաձայն եղբայրները հիշեցրեցին, որտեղ 2-3 հոգի իմ անունով հավաքված, ես այնտեղ ներկա եմ նրանց մեջ, մենք ում անունով ենք հավաքվել այսօր, մեր Տիրոջ անունով ենք հավաքվել, Տերը ներկա է մեր մեջ, Տերը սիրում է մեզի, Տերը եկել է, մենք եկել ենք, որ մեզի բժշկի, մեզի մխիթարի, մեզի խաղաղություն տա, որովհետև ինքն է մեր խաղաղությունը սիրելիներս, ոչ ոք չի կարող մեզի խաղաղություն տալ, անձնավորությանը խաղաղության տալ, եթե ոչ միայն Քրիստոսը, փառք քեզի, թող Տերը փառավորվի մեր կյանքում, մեր ընթացքում, սիրելի Աստծո ժողովուրդ, որ Տերը ուզում է, որ իր ժողովուրդը, այո, լույսի մեջ քայլի, ճշմարտության մեջ քայլի, եւ գրված է Առաջի Հովհաննես առաջի գլխի 7-րդ խոսքի մեջ, եթե լույսի մեջ քայլեք, ինչպես անիկա լույսի մեջ է, իրարու հետ հաղորդակցություն ունեք եւ անոր որդու Հիսուս Քրիստոսի արյունը ձեզի ամեն մեղքից սրբում է, Փառք Հիսուսին, սիրելիներս, որ իր արյան տակ ենք այսօր մեզ, եւ այդ արյունը սրբում է, եւ էսի չորեմայա սիրելիներս, որ մենք պետք է լույսի մեջ քայլենք, ինչ է նշանակում լույսի մեջ քայլել, գրված է հաջորդ համարում, եթե խոստովանենք մեղքերնից, հավատարիմ եւ արդար է Զանիկա, մեր մեղքերը ներելու եւ մեզի ինչ անելու ամեն անիրավությունից սրբելու, այո փառք Հիսուսին, որ ինքը մեր ամեն անիրավությունները սրբում է, մեր մեղքերը ներել է սիրելի Աստծո ժողովուրդ։ Տերը թող փառավորվի, Տերը մեր հետ է, Տերը իր ժողովրդի հետ է, Տերը եկել է որ բժշկի եւ եկել է հիշեք Կույր Բարթեմեոսին, որ Դավթի որդի ողորմի արգելքներ էին կողքերից մի խանգարի, բայց ինքը չէր դադարում Տիրոջը խնդրելու, Տեր Դավթի որդի ողորմի, ինչ եղավ, այո ողորմություն գտա քո հավատքը քեզի փրկեց, սիրելի Աստծո ժողովուրդ դրա համար այսօր մենք որ եկել ենք այո հավատքով պետք է մոտենանք, եղբայրներս ասեցին բոլորը, շատ կարևոր է հավատքը, որ մենք հավատքով մոտենանք Իրան ինքը պատրաստ է մեզի ամեն ողորմությունները անելու, բժշկելու, մեզի հարություն տալու, մեռելներից հարություն տվեց, հիշեք Ղազարոսին սիրելիներս, որ բոլորը նույնիսկ ասում էին արդեն 3-4 օրվա մեռած է, բայց ինքը ասեց, եթե հավատաս, կտեսնես այդ հրաշքը, այդ ողորմությունը, Ղազարոս վեր կաց եւ ինչ Ղազարոսը հելավ վասամակով փաթաթված։ Ղազարոսը դուրս եկավ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Տերը գործում է իր ժողովրդի մեջ այսօր մեռելներն են հարություն առնում։ Այսօր մեր Սակրամենտոյում մի հատ դեպք եղավ, որ նույնիսկ մի հատ եղբայր ասեցին ինքը մահացել է, արդեն վերջի շնչում է։ Նույնիսկ իր արտանիքը արդեն գերեզմանը զակած է տվել փոսը փորել էին։ Այս ճշմարտություն եմ ասում, սիրելիներս։ Բայց Տերը բժշկեց։ Բժիշկը չի
վերջնական ստորագրությունը տվողը Քրիստոսն է, վերջնական ստորագրությունը տվողը ապրելու սիրելիներս։ Ես անցա ասում եմ, ձեզ տեսա արյունի մեջ եւ ասեցի ապրի։ Այո, մենք արյունի մեջ էինք, բայց Աստված այսօր մեզի ապրեցրել է, այսօր մեզի կյանք է տվել եւ այսօր իր առջեւ ենք մենք սիրելիներս։ Փառք իր Սուրբ անվանը։ Շնորհակալ ենք Իրանից։ Հիշեք մեր Պողոս Առաքյալը մինչև այդ հալածողը սպանում էր նույնիսկ բանտերներ դնում, բայց երբ հանդիպեց Տիրոջ ներկայությունը ճաշակեց ու արդեն ինքը որպես անոթ արդեն Տերը օգտագործեց, ինչ ասեց ինքը Քրիստոսի հետ խաչը ելա եւ այժմ կենթանի եմ, չէ թե ես, ապա Քրիստոսը կենթանի է իմ մեջ, բայց այժմ որ ես մարմինով ապրում եմ, Աստծո որդու հավատքով կապրեմ, որ ինձ սիրեց եւ իր կյանքը ինձի համար տվեց։ Ինձի սիրեց, իր կյանքը ինձի համար տվեց։ Ահա տեսեք ինչ կարևոր է մեր Տիրոջ ներկայությունը սիրել Աստծո ժողովուրդ։ Մենք հավատում ենք, որ Տերը այստեղ ներկա է։ Տերը ներկա է այստեղ բժշկելու եւ լսելու մեր ամեն մեկի խոսքը։ Ինքը սիրո Աստված է։ Ինքը բժշկող Աստված է։ Եվ այսօր դրա համար Տերը ուզում է, որ իր ժողովուրդը ճշմարտապես հանձնվի, իր սիրտը բաց անի Տիրոջ առջև, եւ Տերը պատրաստ է մտնելու եւ ընթրիք անելու, պատրաստ է մտնելու, բժշկելու այդ սիրտը, ոչ թե միայն մարմնավորապես, այլ հոգեվորապես նաեւ կարա բժշկի Տերը, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեր կարդում ենք 53-րդ Սաղմոսի մեջ գրված է Իրավի նա մեր ցավերը վեր առավ եւ մեր վիշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատոհարված էինք համարում Աստվածանից զարկված եւ նկուն եղած, բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք, իր վերքերով բժշկվել ենք սիրելիներս, բայց հիմա էլ որ հիվանդ ենք, այդ վերքերը զորություն ունի սիրելիներս, բժշկելու այն անձնավորությանը, այն մարդուն, այն հավատացյալին, այն անձին, որ իրան մոտենում խաղաղությունով, հավատքով, Տերը պատրաստ է բժշկելու, որովհետև Տերը ներկա է, Տիրոջ հոգին էլ ներկա է այստեղ սիրելիներս։ Փառք իր Սուրբ անվանը, մի հատ սրտանց ասենք փառք քեզի Տեր Աստված, որ դու ներկա ես քո ժողովրդի մեջ, դու մեր մեջ ներկա ես եւ պատրաստ ես բժշկելու, օրհնելու, ինքը պատրաստ է եւ դրա համար ասում է ով բոլոր ծառայվածներ, եկեք ջրերի մոտ եւ դուք որ փուք չունեք, եկեք ծախու առեք եւ կերեք, եկեք արեք առանց փողի, առանց վճարի, գինի եւ կաթ, ինչու եք փող վճարում եւ ոչ հացի համար եւ ձեր վաստակը չեք աշտացնող բաների համար, մեկ բանից ինձի լսեք, որ բարիք ուտեք եւ ձեր հոգին զվարճանա պարարտությունով, ձեր ականջը խոնարհեցրեք եւ ինձի մոտ եկեք, լսեցեք եւ ձեր հոգին կապրի եւ ձեզ հավիտենական ուխտ պիտի դնեմ Դավիթի հավատարիմ ողորմությունները, հայ ես նրան ժողովուրդների վկա եմ դրել ազգերին առաջնորդ եւ հրամանատար, ահա չճանաչված ազգիդ պիտի կանչես եւ ազգեր որ քեզի չեն ճանաչում, վասելու են քեզ մոտ քո Աստված Եհովայի պատճառով եւ Իսրայելի Սուրբի պատճառով, որ քեզ փառավորեց։ Խնդրեցեք Տիրոջը, քանի որ նա գտնվում է, նրան կանչեցեք, քանի որ նա մոտ է, ամբարիշտը, թողի ճանապարհը եւ անօրեն մարդիկ խորհուրդները ետ դառնա Տիրոջը եւ նա կողորմե նրան եւ մեր Աստծուն, որովհետեւ նա շատ ներող Աստված է, փառք իր Սուրբ անվանը, ինքը շատ ներող Աստված է սիրելի Աստծո ժողովուրդ։ Եվ ուզում եմ վերջի համարը կարդալ Եփեսացիների թղթի 3-րդ գլուխ 3-րդ խոսքից օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգեվոր օրհնություններով երկնավոր բաներումը Քրիստոսով, ինչպես որ մեզ ընտրեց մեզ նրանով աշխարհի ստեղծվելուց առաջ, որ մենք
սուրբ եւ անարատ լինենք նրա առաջին սիրով, մեզ առաջուց սահմանելով, որ իրեն որդեգիր լինենք Հիսուս Քրիստոսի ձեռքով իր կամքի հաճության պես, որ որդեգիր լինենք սիրելիներս, մեզի որդեգրեց, իրեններին եկավ, իրենները իրեն չընդունեցին, բայց ովքեր, որ նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց, ինչ կոչվելու, Աստծո որդիներ կոչվելու, փառք իր սուրբ անվանը, որ մենք այսօր Աստծո որդիներ ենք սիրելի Աստծո ժողովուրդ։ Հիսուս Քրիստոսի ձեռքով իր կամքի հաճության պես իր փառավոր շնորհքի գովասանքի համար, որ նրանով շնորհք ցույց տվավ մեզ այն սիրելիով, որով ունենք փրկություն նրա արյունով եւ մեղքերի թողություն իր շնորհքի մեծության չափով ամեն։ Փառք իր սուրբ անվանը սիրելի Աստծո ժողովուրդ։ Այո, եկեք փառք տանք իրան մեկ անգամ եւս իր մեծ ողորմության համար, իր բժշկության համար, եւ այս ժողովուրդը եւ մենք բոլորս բժշկության կարիք ունենք, թող Աստված այցելի իր աստվածային հոգով կպնի ամեն մեկի սրտին,